Պարոն Կոչուբաև աղմկահարույց գրառում էր, աղմկահարույց ավելի շատ զայրույթով լցված գրառում էր եւ այդ գրառումից հետո հետևեց իրավապահ մարմինների կոպիտ գործողությունները, թե ինչպես էին ձեզ դատարանից դուրս բերում, ինչպես էին պարկացնում հատակին, նաեւ անգամ մամուլում տեղեկություններ հրապարակեց, որ մեքենայի մեջ ձեզ հարվածներ են հասցրել։ Կուզենամ ամենասկզբից պատմեք, ինչից դրթված այդ գրառումը կատարեցիք ու հետևանքները այսպես եղան ձեր նկատմամբ։ Նախ եկեք արձանագրենք, որ գրառումը բովանդակային առումով իր էության մեջ ընդամենը արտահայտում էր դժգոհություն կապված արդեն այդ պահին երրորդ եպիսկոպոսի կալանքի վերաբերյալ։ Գրառումը կոշտ էր, սուր էր, պարունակում էր վիրավորանքի էլեմենտներ, թե ոչ, սա այլ հարց է, սա հենց քրեական վարույթի առարկան էր, սա վիրավորանք էր, սա արատավորող տեղեկություն էր, թե ինչ էր։ Բայց բովանդակային առումով դա զայրույթ էր, որը կապված էր բացառապես երրորդ եպիսկոպոսի կալանքի հետ։ Հիմա թե արձագանքը համաչափ էր, թե ոչ, բնականաբար ոչ համաչափ էր։ Դուք դատարանում եք, նիստերի դահլիճում եք ու ձեզ եկան հրավիրեցին, պարոն Կոչուբաև։ Ոչ, ես դատարանից արդեն դուրս գալուց եմ ձերբակալվել, այնուհետև տարվել քննչական կոմիտեի շենք։ Ձեզ հարվածել են մեքենան։ Գիտեք ինչպես է, ես չեմ ցանկանում այդ երևույթի մասին խոսել, ես ներել եմ, շարժվել եմ առաջ։ Բնականաբար իրավաքաղաքական գնահատականը այս փուլում տալ անհնար է, թե իմ ձերբակալումը համաչափ էր, ֆիզիկական ուժը համաչափ էր, թե ոչ, բոլոր դեպքերում այս պահին ես իրենց ասելիք չունեմ։ Նաև շատ կցանկանամ մի հստակ երանգ ընդգծել։ Ես կալանքից հետո ընթերցեցի, որ սա համարվել է քաղաքական հետապնդում, ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետև այդ հետապնդումը չի եղել քաղաքական, այդ հետապնդումը եղել է կոնկրետ իրավապահ համակարգի վրեժխնդրության ակտը, որովհետև Կոնկրետ որ մարմնի գլխավոր դատախազության քննչական դուք ձեզ համար վերլուծել եք։ Անկեղծ ըստ փաստաթղթերի հետևում է, որ 30-ականներին բնորոշ был бы статья «Человек найдется» ռեժիմ է եղել, ես նախ ձերբակալվել եմ, այնուհետև որոշվել է, թե ինչ արարք պետք է ինձ մեղսագրեն, որովհետև այն պահին, երբ ես ձերբակալվել եմ ըստ փաստաթղթերի, ազգային անվտանգության ծառայությունը չի ունեցել ձերբակալման որոշում, այն պահին, երբ քրեական վարույթով ձեռք բերված տվյալները զննվել են, քրեական վարույթ նախաձեռնված չի եղել, այսինքն այդ պահին շատ կբարդանամ ասեմ, որտեղից է եկել ազդակը, բայց խնդիր է եղել ճնշել այդ գրառումը, որովհետև այդ գրառումը շատ մեծ ձնագնդիկի էֆեկտով աճում էր եւ նաեւ հանրային տիրույթում շատ մեծ արձագանք էր ստանում, Նաեւ հատկանշական է, ինչը ես կցանկանայի ընդգծել այդ մեղադրանքից, ասում են, որ ես արատավորող տեղեկություններ եմ հրապարակել քննիչների վերաբերյալ, մինչդեռ այնտեղ եթե դուք տեսնեք, դա տեքստը գուցե եւ վիրավորական է, գուցե եւ ինչ-որ շեմեր հատում է, բայց դա չի պարունակում տեղեկության բովանդակություն, իսկ հոդվածը պատասխանատվություն է սահմանում բացառապես արատավորող տեղեկություններ հրապարակելու համար, իսկ ես տեղեկություն չեմ հրապարակել եւ ես չեմ ուզում գործընկերների հետ մտնել այդ բանավեճի մեջ, որովհետեւ այդ տեքստում ինչը որ գրված է, դա պետք է առնվազն համապատասխաներ իրականությանը, օրինակ ինչ-որ քննիչ հոգին վաճառեր սատանային եւ ես այդ տեղեկությունը հրապարակեի, մինչդեռ ակնհայտ է, որ սրանք ալեգորիաներ են եւ մի փոքր դարձվածքային բնորոշել են իմ բողոքի ձայնը որպես հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եւ որպես առհասարակ քաղաքացի, որպես իրավաբան, որը կապված էր եպիսկոպոսների կալանքի հետ։ Ձեզ այս քայլով լրացրեցին, ձեզ ինչ-որ բան հասկացրեցին, որ եթե մի հատ էլ համարձակվեք դες գրառում արել, հետևանքներն ավելի վատ են, սա ձեզ համար որևէ այսպես անհանգստություն, վախ ներշնչեց, որովհետև շատ կարծիքներ հնչեցին, որ սա փաստաբանական համայնքին ճնշելու, փաստաբանական համայնքին ասելու ձեններդ կտրեք, նստեք ձեր տեղը, չհամարձակվեք գնահատականներ տան կամ մեր գործողություններին որևէ որակում տակ։ Սա ձեր կյանքում բան փոխել է, ձեզ սրանով լրացրել են, պարոն։
Կլինեմ շատ անկեղծ, սա բնականաբար կաշկանդող գործիք է, ես չեմ ուզում Ռեմբո խաղալ, բնականաբար երբ քեզ խոսքի համար նման բիրտ ուժով ձերբակալում են, դու չես կարող չմտածել հաջորդ քայլի մասին, բայց ինչպես տեսնում եք, ես բոլոր այն քրեական վարույթներով, որը զգայունություն ունի, որը քաղաքական երանգ ունի, շատ ինտենսիվ շարունակում եմ պաշտպանությունը, հա, կաշկանդվում է, բայց չեմ կաշկանդվում, ձևակերպումը կցանկանամ այսպես տալ, որովհետև ինքը բնականաբար շատ ծանր երևույթ է, ձերբակյանքում 1000-ից մեկ ձերբակալվել են էլ Մասիս Մելքոնյանը կալանքդ քննի, բնականաբար ինձ ինքնին ձերբակալությունը չէր, ես ԱԱԾ տղաներին շատ ասելիք չունեմ, ինձ առավել այսպես այդ դատական պրոցեսները, թե ինչպես կարող են անտեսել փաստաբանը, որ մեղադրյալը փաստաբան է, որ մեղադրյալի պատկանող ընկերությունը 300-ից ավել մարդկանց է պաշտպանում, այդ մարդկանց թողել բախտիքը մահաճույքին եւ նմանատիպ խնդիրներ, թե չէ ինքնին գիտեք ինչպես է, ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինն եմ, որ ասֆալտին եմ փռվում եւ դա էլ պայքարի ձև է, երբ որ դու փռվում ես, դու պայքարում ես եւ ես շատ ուրախ եմ, որ միջազգային իրավական հանրությունը շատ ռադիկալ գնահատականներ ընդհանուր մինչեւ ՄԱԿ-ի մարդու հարցերով զեկուցողներ, Եվրոպական միության կառույցներ, նաեւ կներեք Հայաստանում գործող դեսպանատները շատ կոպիտ են արձագանքել այս ակտին, ինձ օգնության ձեռք են մեկնել, բայց իմ երկիրը Հայաստանն է, ես անկեղծ իմ խնդիրը ուզում եմ լուծել իմ երկրի ներսում, ինձ ոչ հետաքրքիր է դեսպանների աջակցությունը, ինչի համար թեև շնորհակալ եմ, բայց ես կռիվ ունեմ իմ երկրի ներսում, այս պահին այս իշխանությունն է, մենք ունենք չհամընկնող տեսակետեր, ես պայքարելու եմ իմ տեսակետի համար, ընդհուպ սա նաև չի շեղում իմ կրոնական հայացքը, ես մինչև վերջ վեհափառի կողքն եմ, ես մինչև վերջ եկեղեցու կողքն եմ եւ այնպես չէ, որ ես կալանավորվեցի Մկրտիչ Սրբազանի պաշտպանելու համար, ես այսօր այդ պաշտպանության գիծը թողնում եմ, բնավ դա այդպես չէ եւ ամեն ինչ շարունակվում է, գիտեք ինչպես է, ես սրան վերաբերում եմ բացառապես որպես պայքարի, այսօր Հայաստանում մարդու իրավունքների համար պայքարը նշանակում է նաև կալանավորվել, նշանակում է նաև քրեական հետապնդման։ Եվ ձեր թույլտվության վերջին հարցը այդ օրերին ձեր կինը բալիկ պետք է լույս աշխարհ բերեր եւ շատերը գլխավոր դատախազի քայլը համարեցին մարդասիրական քայլ, որպեսզի պարոն Կոչուբաևի խափանման միջոցը փոխվի։ Մինչդեռ նաև այլ տեսակետ կար, որ միջազգային կառույցների ահազանգն էր պատճառը, որ գլխավոր դատախազը այլընտրանք չուներ, քանի որ մենք գործ ունենք փաստաբանական համայնքի հետ։ Սա ի վերջո Տիկին Վարդապետյանի մարդասիրական քայլն էր, թե այ միջազգային կառույցների կոնկրետ գնահատականներ, ինչից իշխանությունները եւ հատկապես գլխավոր դատախազությունը վախեցան։ Ես կասեմ եւ քանի որ նախարյուն էր մնալու իրենց վրա, ապահովագրեցին նախ դա եւ հետո ես նաեւ չեմ ուզում դատախազության արարքը ստվերել, որովհետեւ լավին լավ, վատին վատ, բնականաբար շատ ծանր մի իրավիճակում դատախազությունը քայլ առաջ էր կատարել, բայց նաեւ ես հակված եմ այն տեսակետին, որ քանի որ սա քաղաքական հրահանգ չունեցող քրեական վարույթ էր, ես շատ անկեղծ կլինեմ այդ հարցում, ինձ չի թվում քաղաքական հրահանգ է իջեցվել ինձ ձերբակալել, սա քանի որ հենց իրավապահների վրեժխնդրությունն էր, իսկ միջազգային այսպես արձագանքը ծայրահեղ կոշտ ու կոպիտ էր, այստեղ ես տեսնում եմ քաղաքական հրահանգ, որ այս հարցը հանգուցալուծել, սա այն դեպքն է, որ ես ուզում եմ շատ ազնիվ մենք իրերին գնահատական տալ, իմ հանդեպ կոնկրետ պաշտոնյաներ ուզեցել են վրեժխնդիր լինել, հա։ Կոնկրետ դուք չգիտեք ովքեր, քննչական կոմիտեի նախագահներ, գլխավոր դատախազներ, չգիտեմ, ով էր։ Ես անկեղծ դրա պատասխանը չգիտեմ, ես միայն գիտեմ այն, որ նախ ես ձերբակալվել եմ, այնուհետև նոր է որոշվել, թե ես ինչի եմ ձերբակալվել։ Պարոն Կոչուբաև, ձեր կինը, երեխան լավ են, առողջական ամեն ինչ կարգին է, հանրությանը խիստ մտահոգում։ Նորմալ է, ամեն ինչ նորմալ է, շնորհակալ։